Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանում ըստ արձանագրված վիճակագրական տվյալների այսօր կա 3000-ից ավելի թափուր աշխատատեղ, սակայն դրան զուգահեռ տասնյակ հազարավոր մարդիկ էլ շարունակում են աշխատանքի փնտրտուքը։ Ինչով է պայմանավորված աշխատաշուկայում առաջացած հակասական այս իրավիճակը։ Միասնական սոցիալական ծառայության տվյալներով այս պահին առկա է 3136 թափուր աշխատատեղ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով պահանջարկը հատկապես բարձր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ անհրաժեշտ են համապատասխան կրթություն եւ մասնագիտական հմտություններ ունեցող կադրեր։ Սակայն կան նաև բարձր որակավորում չպահանջող տասնյակ եւ հարյուրավոր հաստիկներ։ Խոսքը վերաբերում է արտադրություններին, գործարաններին, ինչպես նաև Երևանամերձ տարածքներում գործող ձեռնարկություններին, որոնց այդպես էլ չի հաջողվում գտնել համապատասխան աշխատողներ։ Աշխատանք կա, չլրացվող հաստիկների պատճառը միայն աշխատավարձը չէ։ Հաճախ խնդիրը աշխատանքի առանձնահատկությունների, հեռավորության կամ հմտությունների պակասի մեջ է։ Օրինակ, մենք չունենք այնպիսի մասնագիտություններով մասնագետներ, ինչպիսիք են օրինակ կռունկաբար, հանքափոր, հաստոցի մոտ աշխատող, խառատ, սոդող, էլեկտրիկ, սրանք մասնագիտություններ են, որոնք մոդայիկ չեն, եւ փաստորեն դրանց մասով մենք ունենք թափուր աշխատատեղեր են իմաստով, որ մասնագետ էլ չունենք դրա վերաբերյալ։ Նշանակում է, որ միջին մասնագիտական հաստատություններում մենք ունենք մասնագիտություններ, որոնք փաստորեն պետք են, բայց չկան։ Մինչդեռ 25 դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում ավելի քան 53000 աշխատանք փնտրող է հաշվառվել։ Ստացվում է առաջարկն ու պահանջարկը միմյանց չեն հանդիպում։ Հայաստանի գործատուների միության նախագահի համոզմամբ խնդիրը շատ ավելի խորքային է։ Նրա խոսքով նորավարտ երիտասարդը կարող է սկսել նվազագույնից ոչ պակաս աշխատավարձով, դիտարկելով, որ դա որպես ներդրում սեփական հմտությունների զարգացման մեջ է։ Միաժամանակ գործատուները պետք է ապահովեն արժանապատիվ եւ արդար աշխատանքային պայմաններ։ Նախկինում շատ ավելի մոդայիկ էր ունենալ պարզապես դիպլոմ, չգիտեմ, իրավաբանի, ֆինանսիստի, տնտեսագետի եւ լինել գործազուրկ փաստորեն։ Հիմա մի քիչ ավելի այլ է, հատկապես այն բոլոր տեղերում, որտեղ կարիերայի կենտրոնները կամ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները կարողանում են կողմնորոշել ապագա ուսանողին, նրա ծնողներին, ոչ միայն ուսանողներին, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ծնողների հետ պետք է աշխատանք տարվի, որպեսզի երեխան պահանջարկված աշխատանք ունենա։ Այսպիսով Հայաստանի աշխատաշուկայում խնդիրը ոչ թե աշխատատեղերի բացակայությունն է, այլ հմտությունների, սպասումների ու առաջարկների անհամապատասխանությունը։ Պետությունն ու գործատուները խոստանում են շարունակել ծրագրեր առաջարկն ու պահանջարկը միմյանց մոտեցնելու համար։ Ձեռնարկվելիք այդ քայլերը կնվազեցնեն գործազրկությունը, կլուծեն արդյոք տարիներով թափուր մնացող հաստիկների խնդիրը։ Հարցը մնում է բաց։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու որոշումը հաստատվել է։ Նվազագույն կենսաթոշակը 36000-ից կդառնա 46000 դրամ, իսկ հիմնական կենսաթոշակի չափը 24-ից 34000 դրամ։ Կենսաթոշակի հաշվարկման սկզբունքը մնում է նույնը։ Հիմնական չափին գումարվում են աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված վճարները, սակայն երաշխավորվում է նվազագույնը 46000 դրամ։ Միևնույն ժամանակ հիմնական կենսաթոշակի չափը կբարձրանա բոլոր կենսաթոշակառուների համար, այդ թվում նրանց, ովքեր նվազագույնից բարձր թոշակ են ստանում։ Ընդհանուր առմամբ կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման համար բյուջեից լրացուցիչ կպահանջվի 78.7 միլիարդ դրամ։ Թոշակների բարձրացման հարցը հակասական գնահատականի է արժանացել կառավարությունն։ Ի տարբերություն մյուս նախարարությունների, ֆինանսների նախարարությունը եզրակացրել է, որ թոշակներն այս պահին բարձրացնելու որոշումը կարող է ծանր եւ երկարաժամկետ բեռ դառնալ պետական բյուջեի համար։ Նախագծի ամփոփման թերթում երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուները զգուշացրել են, որ տարեկան մոտ 78.7 միլիարդ դրամի մշտական լրացուցիչ ծախսը կարող է սահմանափակել այլ ոլորտները ֆինանսավորելու կառավարության հնարավորությունները։ Ռիսկերը մեծանում են նաև այն պատճառով, որ առաջիկայում արդեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումը պահանջելու է զգալի բյուջետային ծախսեր։ Պետք է թոշակները բարձրացվեին, որովհետև վերջին տարիների ընթացքում մենք ունենք զգալի գնաճ, ըստ էության սրանք ի սկզբանե պիտի դրված լինեին եւ հաշվարկված լինեին 2026 թվականի բյուջեի մեջ, որը իրականում կարելի է անել եւ հնարավոր է 10000 դրամ բարձրացնել, սակայն պետք է հասկանալ, որ սա անելուց, այսինքն այս ի սկզբանե այս հաշվարկը դնելուց, պետք է այլ ծախսերը վերահաշվարկվեին։
Դեղատաներում գների աճը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին։ Վերջին ամիսներին բժշկական ապրանքների գնաճը ըստ մասնագետների գրեթե 4 անգամ գերազանցում է շուկայի միջին ցուցանիշը։ Ինչու են թանկանում դեղերը եւ ինչպես է սա ազդում բնակչության վրա։ Դեղատաներում ոչ միայն դեղերը, այլև բժշկական պարագաներն է զգալիորեն թանկացել։ Քաղաքացիները նշում են ամսական ծախսերը առողջապահության համար աճել են։ Նույն դեղերը, որ անցյալ տարի 3-4 հազար դրամ էին, հիմա 6-7 հազար են դարձել, ստիպված են կամ կրճատել դոզան, կամ փոխարինող փնտրել։ Պաշտոնական տվյալներով բժշկական սարքավորումների շուկայում գներն աճել են շուրջ 4.1%, իսկ դեղագործական ապրանքների դեպքում սպառողները միջինը 3.5% ավելի են վճարում, քան նախորդ տարի։ Սակայն որոշ մասնագետների գնահատմամբ առանձին խմբերում թանկացումները զգալիորեն ավելի բարձր են։ Թեև տնտեսագետների կարծիքով գնաճի պատճառները բազմաշերտ են, ներմուծման ծախսերի աճ, փոխարժեքի տատանումներ, լոգիստիկ խնդիրների եւ միջազգային շուկաներում հումքի թանկացում, սակայն առողջապահության ոլորտի փորձագետները թանկացումները կապում են պարտադիր ապահովագրության հետ։ Նրանց կարծիքով, եթե բժշկական ապրանքների մեծ մասը ներմիծվում է եւ արտաքին շուկաների ցանկացած փոփոխություն անմիջապես անդրադառնում է տեղական գների վրա, սակայն եթե գնաճը շուկայի միջինից 4 անգամ բարձր է, ապա պետք է նաեւ վերահսկողական մեխանիզմներ կիրառել։ Խնդրի մյուս կողմը փոխհատուցվող դեղերի համակարգն է։ Ռայքի հետ կապված հիմա ինչա տեղի ունենում, փոխհատուցվում է, այսինքն քաղաքացու տեղը վճարվում է հաշվառված մոտ 1270 դեղի հետ կապված, 1270 դեղից 20%-ից ավել դեղերը մեծածախ գներից ավելի էժան փոխհատուցում է, այսինքն այդ 20%-ը, որը 250 անվանում դեղ է, դեղատները ուղղակի բաց չեն թողելու։ Խաչատրյանի խոսքով, երբ որոշ դեղեր վաճառվում են գրեթե զրոյական շահույթով, դեղատները ստիպված են եկամուտը ապահովել այլ դեղատեսակների հաշվին։ Քանի որ որոշակի մասը իրանք դեղատունը եկամուտ չի ունենալու, հա, ինքը այսինքն զրոյական է օրինակ վաճառում, շահույթ չի հետապնդում, ինքը փորձել է մնացած դեղորայքից եկամուտ բերի, հա, դրա պատճառով որոշակի գներ սկսելու են բարձրացնել, որպիսի դեղատունը կարողանա գոյատևել, որտեղ եթե ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է, անհատ ձեռներեց է, ինքը չի կարա երկարատև տա, կարող է կարճատև 2-3 ամիսվա մեջ նորմալ հունով գնա, բայց երկարատև 1 տարվա մեջ բացասական կլինի ու հարկային մարմինն է կտեսնի, կասի հարգելիս, եթե դու բացասական ես աշխատում, ոնց կլինի, ուրեմն պետքա փակվես։ Փոխհատուցվող դեղերի հետ կապված վերահսկողությունը գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում։ Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից պարզաբանեցին, որ փոխհատուցման ծրագրի շրջանակում գները հաշվարկվում են սահմանված մեթոդաբանությամբ եւ պարբերաբար իրականացվում է մոնիթորինգ։ Շուկայում թանկացումները կանխելու նպատակով մինչ այդ մասնագետները պնդում են, դեղերի եւ բժշկական ապրանքների գների աճը շարունակում է սոցիալական լուրջ բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Հայաստանում էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազեցվի, կառավարությունը փոփոխել է հաշվարկման կարգը, հիմքում դնելով շարժիչի կայուն հզորությունը նախկին պիկային հզորության փոխարեն։ Նոր կարգը կվերաբերի շուրջ 20,000 ֆիզիկական եւ 4,000 իրավաբանական անձանց եւ այն ուժի մեջ կմտնի 2026-ի ապրիլի 1-ից մինչև 2028-ի դեկտեմբերի 31-ը։ Օրինակ 544 դիաուժ հզորությամբ էլեկտրամոբիլը կարող է վճարել մոտ 276,000 դրամ, նախկին 666,000 դրամի փոխարեն։ Հայաստանի տարբեր համայնքներում առաջացած փոսերից հետո ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են ձեռնարկվել, սակայն ասֆալտապատումից հետո երկար ժամանակ ճանապարհային գծանշումները չեն կատարվում։ Ասֆալտի չորացման տեխնիկական խնդրով վերջնական չեն ներկում, նկատում են մասնագետները։ Դրա փոխարեն կատարվում են ժամանակավոր գծանշումներ, այնինչ ըստ մասնագետների այն պետք է լինի մշտական եւ միանգամից։ Գծանշումների բացակայությունը միանշանակ խնդիրներ է ստեղծում նաեւ հեքիաթների համար, ավելանում է վթարների ռիսկը։ Այսինքն մենք պետք է հասնենք այն կետին, երբ ասում են շահագործման, պետք է ամեն ինչը տեղը լինի։ Եթե ասֆալտապատում ես, շատ դեպքեր կա, որ ճանապարհի կեսը զեբրան կա, որովհետև այդ մասը չի վերանորոգված։ Մյուս հատվածին չկա զեբրա։ Տրամաբանական շարունակի եւ վաղորդն պետք է հասկանա, բայց այդ ճիշտ է, որ իհարկե
գծանշումը տեղի ունի։ 2025-ի առաջին 6 ամսում անչափահասների մասնակցությամբ 344 քրեական վարույթ է հարուցվել։ 2024-ի նույն ժամանակահատվածում 18 տարին չլրացած անձանց մասնակցությամբ հանցագործությունների փաստով հարուցվել է 298 վարույթ, այսինքն աճը 6 ամիսների ընթացքում գրեթե 5 դեպք է։ Նախորդ ամբողջ տարվա ամփոփումը չկա, սակայն պարզ է, որ անչափահասների մասնակցությամբ օրինազանցությունների աճ է նկատվում եւ խոսքը տարբեր տեսակի, այդ թվում ծանր հանցագործությունների մասին է։ Բոլոր պետություններում, որոնք որ համարվում են հետպատերազմյան, միանշանակ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ աճում է, որովհետև եթե երեխան լսել է կամ տեսել է պատերազմ, իսկ անգամ 5-6 տարեկան երեխաները խոսում են պատերազմի մասին, երբ որ այդ պետությունում այդ ժամանակահատվածում լինում է պատերազմ։ Իրանք սկսում են հասկանալ, որ ով ուժեղ է, ինքը ավելի ճիշտ է, ինքը կարողանում է իր այդ արժեքները պահել։ Խնդիրը հասկանալի է, բայց հնարավոր չէ այն ֆիքսել եւ անցնել առաջ։ Նախ հանցագործությունների հետևից գնալ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել է պետք, իսկ այդ գործում իրավապահների դաշնակիցները բավականին քիչ են։ Վստահությունն այս համակարգի նկատմամբ ցածր է, այդ թվում այն օղակների կողմից, որոնք պետք է օրենքի պահապանների հետ մեջքի պայքարեին անչափահասների մասնակցությամբ հանցավորության կանխարգելման համար։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի։ 25-ին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է մտահոգիչ 91 դեպք, որոնց թիվը 24-ի համեմատ ավելի քան կրկնակի աճել է։ Ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Եվ սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկրտուկ, որի արդյունքում օրինակ մեր անչափահասը ունի կոտրված կամ հարցականով ցնցում։ Նոր օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որով անչափահասներին արգելվել է սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը։ Սա գուցե որոշակիորեն նվազեցնի անչափահասների մասնակցությամբ միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի թիվը։ Մյուս կողմից սառը զենք գտնելն այսօր այդքան էլ մեծ խնդիր չէ։ Գուցե տեղերում պատասխանատուները պետք է ավելի քիչ անտարբեր լինեն նման դեպքերի բերող երևույթների նկատմամբ։ Եթե իմանում են, որ որևիցե մի պաշտոնատար անցկապ չունի, թե ինքը որ ոլորտում է, որ մասնագիտություն ունեցողն է, ուներ պարտականություն այդ դեպքին բռնության ճիշտ արձագանքել, ճիշտ գնահատականներ տալ, բայց չի տվել այդ գնահատականները, ինքը պետք է առնվազն ազատվի իր զբաղեցրած պաշտոնից եւ նրա արարքի մեջ զանցանքի կամ հանցանքի արկայության դեպքում պատասխանատվության ենթարկվի։ Անչափահասների մասնակցությամբ հանցավորությունը նաև արժեքային համակարգի մասին է։ Չի կարելի փոփոխել հասարակության արժեքային համակարգը եւ դա չարտացոլվի երեխաների միջավայրում։